Տնտեսական առումով այս պահին նաև փողոցում ներկայացված այս նախաձեռնության անդամները դրանք վերաբերում են ոչ միայն Արցախի եւ արցախցիների կենսական խնդիրներին, այլ ուղիղ առնչվում են Հայաստանի եւ Հայաստանի անվտանգության հետ, որովհետեւ մի կողմից խոսվում է արցախցիների սոցիալական պաշտպանվածության մասին, մի կողմից խոսում է արցախցիների իրավունքների վերականգնման մասին, բայց երբ որ մենք խոսում ենք Արցախի հարցը օրակարգ բերելու մասին, երբ որ խոսում է արցախցիների Արցախ հավաքական վերադարձի մասին, երբ որ խոսում է գերիների անհետ կորածների որոնումների, էֆեկտիվ որոնումների եւ նրանց վերադարձի հետ կապված, բնականաբար այս թեման չի կարող բացառապես վերաբերել միայն արցախցիներին եւ ես կրկնում եմ, որ չպետք է լինեն միջոցառումներ, որոնք զուտ կրեն, այսպես ասեմ, անելու համար նշանակություն, այսինքն գլխավոր խնդիրը այստեղ արդյունք ապահովելն է, ինչը նշանակում է, որ դա պետք է ունենա քայլերի հաջորդականություն եւ դա կոնկրետ պետք է ունենա արդյունքի ակնկալիք։ Նկատի ունեք, որ իշխանության օրակարգը փոխվի, թե ավելի սահմանական փոփոխություններ լինեն իշխանություն։ Տեսեք, երկու բանի մասին ես կարող եմ խոսալ։ Ես կարող եմ առանձին խոսալ նրա մասին, թե ինչ է պատկերացնում հանրապետականը եւ որն է մեր քաղաքական ուժի դիրքորոշումը, որը բազմիցս արտահայտվել է եւ չեմ կարծում, որ ձեր եւ շատ-շատերի համար նորություն է, բնականաբար արտաքին քաղաքական օրակարգային ինչ որ այսօր ներկայացնում է Հայաստանի իշխանությունները, դրանք հայ ժողովրդի շահերը չեն ներկայացնում, չեն ծառայեցվում հայերին, հավաքական հայ հետաքրքրություններին եւ բնականաբար այս տեսանկյունից մենք որպես քաղաքական ուժ մեր համար առաջնային այս իշխանության փոփոխությունն է, որովհետեւ որևէ կոսմետիկ փոփոխություն կամ որևէ այս իշխանության ներկայացած իմիտացիա բնականաբար մեր համար չի կարող հավաստի լինել։ Մենք ուղղակի այստեղ խոսում ենք այլ բանի մասին, կա կոնկրետ նախաձեռնություն, այդ նախաձեռնությունը այսօր բողոքի ակցիաներ իրականացնում, հանրահավաք է իրականացնում, ներկայացնում է պահանջներ եւ ես իմ նման շատերը եւ նաեւ հանրապետականը բնականաբար մեր քաղաքական սատարում ենք բոլոր հնարավոր միջոցներով հայտնում այս ակցիաներին, այս միջոցառումներին եւ մենք փորձում ենք նաեւ մեր հնարավորությունները ռեսուրսը ծառայեցնել մեր ընդհանուր նպատակների իրացմանը։